Շնորհակալ եմ, պարոն Վարդանյան, կարևոր եւ գուցե հետաքրքիր լիներ, թե ով է վարչապետի թեկնածուն, եթե հիմա քննարկում գնար սահմանադրությամբ եւ ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված ընթացակարգի մասին, այն է, այո, վարչապետին անվստահություն հայտնելու մասին։ Բայց ինչպես տեսնում ենք, մենք այդ փուլին չենք հասել, նույնիսկ երկար քննարկումներից հետո ընդդիմության ներսում այդ փուլին բանը այդպես էլ չհասավ, փոխարենը մենք տեսնում ենք հայտարարության մի տեքստ, որը թերևս ինչ-որ բարի կամքի դրսևորում է, բայց դա ինձ չի վերաբերվում, դա մեր ընդդիմության գործն է, թե ինչ ճանապարհով իրենք իրենց աշխատանքները կկազմակերպեն։ Բայց այստեղ խնդիրը, որը ես տեսնում, հետևյալն է։ Այս գործընթացներից կլինի դա հայտարարություն, կլինի դա վարչապետին անվստահություն հայտնելու օրենքով սահմանված ընթացակարգ, բացակայում է ժողովուրդը։ Պարոն Մամիջանյանը իհարկե ասեց, այ դուք այն ժամանակ կմիանաք, երբ որ ժողովուրդը կգա եւ այլն եւ այլն։ Հա, պարոն Մամիջյան, մենք էլ ենք այդ ասում։ Այ երբ որ ժողովուրդը կգա, այն ժամանակ եկեք։ Բայց այս պահի դրությամբ մենք ունենք հետևյալ պատկերը։ 21 թվականի ընտրություններին մասնակցել եք։ Պատիվ ունեմ, դաշինք ստացել է 66650 ձայն։ Ընտրություններին մասնակցել է 1,281,997 1,281,997 քաղաքացի։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է 688,761 ձայն։ Դուք ավելի քան 10 անգամ քիչ ձայն եք ստացել այդ ընտրությունների ժամանակ եւ նույնիսկ անցողիկ շեմը չեք հաղթահարել։ Այս զուտ արձանագրումներ եմ անում։ Եվ ընտրություններին մասնակցել եք ծրագրով, որտեղ նշված է հետևյալը, որն է մեր առաքելությունը։ Առկա իրողություններում մեր քաղաքական եւ քաղաքացիական պարտքն ենք համարում ահազանգել մեր մտահոգությունների մասին, ուղիղ եւ շիտակ խոսել կառավարության քաղաքականապես սնանկ ռազմավարության եւ գործելավոճի մասին, մենք համոզված ենք, որ կապիտուլյանտ իշխանությունները ունակ չեն լուծելու մեր երկրի եւ մեր ժողովրդի խնդիրներն այն պարզ պատճառով, որ հիմնական խնդիրը հենց իրենք են։ Նման պայմաններում մենք պետք է ոչ միայն մատնացույց անենք կառավարության ճակատագրական սխալները եւ աղաղակող բացթողումները, այլև ազգովի անհապաղ ձեռնամուխ լինենք բոլոր ուղղություններով իրավիճակի կայունացմանը, քանզի սեղանին է դրված հայի լինելիության եւ հայոց պետականության խնդիրը։ Հիմա այս առաքելությամբ դուք մասնակցել եք ընտրությունների, ձեզ մերժել են, քանի որ անցողիկ շեմը նույնիսկ չեք հաղթահարել, հայտնվել եք պարլամենտում, որովհետև ընտրական օրենսգիրքը ասում է, որ առնվազն 3 ուժ պետք է ներկայացված լինի ազգային ժողովում։ Շատ լավ։ Ենթադրվում է, որ դրանից հետո պետք է իրավիճակ փոխված լիներ, որ դուք մտածեիք, որ ահա ժողովուրդը ձեզ սկսել է մանդատ տալ, որտեղ ընտրությունների ժամանակ ձեր առաքելության համար ձեզ մանդատ չի տվել։ 22 թվականի ապրիլին դուրս եք եկել փողոց, չեմ հիշում հայրենիքի փրկության շարժումներ, թե որ արդեն անունները խառնում եմ, կներեք, ներողություն եմ խնդրում։ Դրանից հետո աշնանը, հետո հաջորդ գարնանը, հետո էլի մյուս աշնանը եւ այդ բոլոր ձեր շարժումների ժամանակ դուք ձեր կողմից ստացված ձայներ, ընդ որում նաև նկատի ունեմ խորհրդարանական ամբողջ ընդդիմության կողմից ստացված ընդհանուր գումարային թվով ձայների նույնիսկ 10% ժողովրդին չեք կարողացել կոնսոլիդացնել գոնե փողոցում, որ մենք տեսնենք, որ ահա 21 թվին դուք ժողովրդի մանդատը չեք ստացել մեզ հեռացնելու, իսկ մենք հակառակը ստացել էինք, չեք կարողացել ցույց տալ, որ ժողովուրդը ահա հիմա եկել եւ ձեր կողքին է կանգնել, որ մենք ասենք շատ լավ, ժողովուրդը եկավ, մենք պետք է հեռանանք։ Հետո այդ բոլոր շարժումների ժամանակ քննարկել եք, արդյոք պետք է իմպիչմենտի գործընթաց սկսեք, թե ոչ։ Ձեր իրավունքն է, սկսեք։ Ով է ձեր ձեռքը բռնել, չեք սկսում։ Ես չեմ մտնում այդտեղ արդեն ձեր հարաբերությունների դաշտ, մի թուղթի վրա ստորագրություն դնել, չդնել, դա ձեր հարաբերություններն են, մենք
որևէ կերպ չենք պատրաստվում միջամտել ձեր հարաբերություններին, ոչ ցանկություն ունենք, ոչ ժամանակ, ներողություն ենք խնդրում։ Բայց հետևյալն է, ժողովրդի մանդատը չունեք։ Հիմա էլ նորից ասում եք, այ երբ որ կգա ժողովուրդը, շատ լավ։ Այս քննարկումը խիստ վաղաժամ է։ Խնդրում եմ սպասեք ժողովրդին, կոնսոլիդացիա, եթե դա ձեզ կհաջողվի միջև խորհրդարանական ընտրությունները, եկեք այս քննարկումը կունենանք։ Եթե չի հաջողվի, ընտրություններն են այն օրինական իրավական գործիքակազմը, որով որ իշխանություն է փոխվում ժողովրդավարական երկրներում։ Ես իհարկե ծանոթ եմ ձեր այն մոտեցմանը, որ ընտրությունները ձեր համար լավ գործիք չեն, որովհետև իբր ես իմ ինչ։ Ձեր հարցազրույցները նայում եմ, պարոն Մամիջանյան։ Այո, իհարկե լավ եմ անում։ Ընտրությունները ցույց են տվել, որ ի տարբերություն ձեր իշխանության տարիներին իշխանություն ձևավորել այս պայմանությամբ լոկալ մակարդակում հնարավոր է ընտրությունների միջոցով, քանի որ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ավելի քան 40%-ում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունի իշխանություն, կամ առհասարակ ներկայացված չէ, կամ ընդդիմություն է։ Հետևաբար, պարոն Մամիջանյան, հետևյալն է, դիմեք ժողովրդին, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Մենք իշխանությունը ոչ ժողովրդից խլել ենք, ոչ պատրաստվում ենք խլել, մենք մասնակցել ենք ընտրությունների, այդ իշխանությունը մեզ տվել են, ընտրություններից առաջ այդ իշխանությունը վերադարձնում ենք, եթե մեզ նորից պատվիրակում են, իրանց լիազորությունների ժողովուրդը, իշխանություն ենք դառնում, ոչ, բայց հիմա փաստերն է, որ 21 թվականին մեզ տրվել է իշխանություն, ձեզ չի տրվել, փողոցի միջոցով էլ չեք կարողանում ցույց տալ, որ ժողովուրդը ձեր կողքին կանգնած է, փոշմանել է, ուզում է հիմա, որ դուք երկրում կամ դառնաք իշխանություն, կամ ինչպես հավատում եմ, որ ասում եք մենք իշխանության համար չենք պայքարում, բայց առնվազն ցույց չի տալիս, որ ձեր կողքին է երկրում իշխանափոխություն իրականացնելու հարցում։ Դա մենք չենք տեսնում։ Հետևաբար, պարոն Մամիջանյան, ժամանակավրեպ է, թե այս հայտարարությունը, թե նաև այն գործընթացը, որ չգիտեմ, դուք փորձում եք իրականացնել, թե չեք փորձում, համենայն դեպս խնդրում եմ, դիմեք ժողովրդին, երբ ժողովուրդը կկանգնի ձեր կողքին, եկեք կքննարկենք։ Այս պահին, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ բացասական եզրակացություն տալ հայտարարության այս տեքստին եւ մեր ընդդիմադիր գործընկերներին մաղթել հաջողություն։ Շնորհակալ եմ։